Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքներով FIFA-ն 2029-ին ֆուտբոլի երիտասարդական առաջնություն անցկացնելու իրավունքը տվել է Հայաստանին եւ Վրաստանին։ Առաջին զեկուցվող նախագիծը կառավարությանը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Դրանով նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացնել 1 միլիարդ 59 միլիոն դրամ։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքների թվով 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 3 ծրագիր, Արմավիրի մարզում 8, Գեղարքունիքի մարզում 1, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Պարոն վարչապետ, համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 միլիարդ 117 միլիոն դրամի համաֆինանսավորում։ Համաֆինանսավորվող ծրագրերի շարքում Սյունիքի մարզին հատկացվող գումարն ուղղված է Կապան համայնքի Գեղանուշ եւ Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատմանը։ Այս առիթով նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որոնց գեներացրած գումարներով է կառավարությունը եւ համայնքները այս ծրագրերը իրականացնում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն տրամադրել եւ այն քաղաքացիներին, ովքեր ամեն դեպքում պահանջում, ստանում եւ վերցնում են հսկիչ դրամարկային կտրոն։ Վարչապետը խոսեց նաև մարզային այցերի ժամանակ արձանագրած խնդիրներից, շեշտեց բոլոր բնակավայրերում մանկապարտեզներ ունենալու կարևորությունը։ Մենք հաջորդ փուլում մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ պահանջը կմեծացնենք եւ մենք մասնավորապես մանկապարտեզների դաստիարակները պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը։ Եվ այս համակարգի ներդրմամբ նաև մենք մանկավարժական ուղղություններով մի շարք մարզերում մանկավարժական բուհերի գործունեությունը կապահովենք եւ մի շարք մարզերում մենք կունենանք մանկավարժական ուղղությունների բուհեր։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ ներկայացրեց նախագիծ բանկերի հարկային միջավայրի փոփոխության համար։ Առաջարկն այն է, որ եթե բանկային ոլորտից կապիտալ է դուրս բերվում, տվյալ դեպքում շահույթի բաշխման միջոցով, այսինքն շահաբաժին է վճարվում բաժնետերերին, այդ շահաբաժինը սկսենք հարկել ոչ թե ստանդարտ 5% դրույքաչափով, այլ ավելի բարձր 15% դրույքաչափով, ընդ որում անկախ նրանից, թե ստացողը ինչ կարգավիճակ ունի՝ ֆիզիկական անձ թե կազմակերպություն, ռեզիդենտ թե ոչ ռեզիդենտ։ Բանկերը սակայն միջազգային ֆոնդային բորսաներում ունեցած բաժնետոմսերի համար կշարունակեն վճարել շահաբաժնի 5%-ը։ Մենք ունենք խնդիր Հայաստանի Հանրապետությունում փողի էժանացման, որպեսզի մեր մոտ տոկոսները լինեն հնարավորինս ցածր եւ այս կարգավորումը նաեւ կապ ունի այդ խնդրի հետ, որովհետեւ մենք ինչ ենք ասում ենք, եթե շահույթի տեսքով դուրս է բերվում համակարգից, ուրեմն մենք ավելի շատ 10%-ով ավելի շատ ենք հարկելու, այսինքն մենք որոշակի ոչ թե արգելք, այլ որոշակի զսպում ենք դնում գումարը բանկային համակարգից դուրս հանելու։ Եթե բանկային համակարգից դուրս չի հանվում, նշանակում է այն պետքա առաջարկվի շուկայում, նշանակում է տոկոսների որոշակի նվազում պետքա տեղի ունենա։ Պաշտպանության նախարարը կառավարություն էր բերել 2850 զինվորականների հիպոթեկային վարկավորմամբ բնակարաններ տրամադրելու նախագիծը։ Մարդիկ են, որոնց հիմա ներկայացնեմ, որ կատեգորիաներին է վերաբերում։ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշմարման ընդգրկված պայմանագրային զինծառայողների եւ քաղծառայողների, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված մահացած զինծառայողների ընտանիքի անդամների։ Խոսքը գնում է այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակը ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, հիմա այլ համակարգ է գործում, էլի հիպոթեկային
ծրագրի համակարգ է գործում, որի վերաբերյալ մենք արդեն մի քանի որոշումներ կայացրել ենք եւ արդեն մի քանի 100 մարդ, թե 1000-ից ավել մարդ արդեն ձեռք 1000-ից ավելի մարդիկ, բանոց։ 1000-ից ավելի մարդիկ արդեն ձեռք են բերել այդ բնակարան, դա ուրիշ ծրագիր է։ Խոսքը այդ մյուս ծրագրով այս պահին ծառայության մեջ գտնվող զինվորականների մասին է։ Ծրագիրը կիրականացվի 3 փուլով, քաղաքացին կարող է ձեռք բերել բնակարան միայն հաշվառման համայնքից։ Հիփոթեկը կվճարի պետությունը, տունը 10 տարի արգելված է լինելու վաճառել։ Տիգրանուհի Բադալյան, Սյունիք լուրեր։